Ըստ ձեզ Հայաստանում ընտրությունները ազատ ու անկախ են անցնում, հատկապես Գյումրիում ու Փարաքարում։ Դե հերթացույցով տեսած է արդյունքներով չեմ կարող տենց ես եզրակացություն ասեմ, բայց համեմատ անց առաջվան հիմա դրական քայլեր տեսնում եմ ընտրություններում։ Բայց օրինակ նորմալ է, որ Գյումրիում տարբեր հանցագործությունների հետ կապվող մարդը քաղաքապետ է ուզում դառնալ։ Ես դեմ եմ։ Նորմալ չի։ Այդ մարդու շուտ պետք է իր հարցերը իր արած նախքին ասենք հանցանքները հիմա պետք է չմնար այսքան ժամանակ ոչ բաղանալ։ Ես գումրեցի չեմ։ Չէ, առհասարակ Հետևել եմ ու դժգոհ եմ, որ ընդունվել է առաջվա քաղաքապետը։ Դեմ Ինչու՞։ դրան։ Դրա մասին այնքան բաներ եմ լսել ու ստույգ տեղեկություններ։ Չգիտեմ, էդ եմ։ Չէ, вообще-то չեմ հետևել։ Գիտեմ, որ ինչ որ այնտեղ չեն հավաքել 50+1։ ըստ ձեզ նորմալ է, որ օրինակ քաղաքապետ ուզում է դառնալ մարդ ու անունը տարբեր սպանությունների հետ է կապվում։ Չէ, իհարկե ոչ։ Եթե այդպես բան կա, չգիտեմ, եթե նման բան կա, հա, ինչ որ սպանությունների հետ կապված հարցեր կա, համարում եմ, որ քաղաքապետը պիտի մաքուր լինի, էլի, ոնց որ ասենք ոչ կրիմինալ լինի, ոչ չգիտեմ, կրիմինալը բերենք, որ ինչ էլի։ Լավ է, իշխանությունները կաշխատին գոր, փոփոխությունները շատ լավ է, օքեյ է, գմնա իրենք եւ իրենց վիճդանը։ Իրենք եւ իրենց, այսինքն ասված իրենց գնդրե, որբեսի ժողովրդին ղեկավարություն ունեն, բայց իրենք ալ աստուծո ընդրությունը պետք է հարգեն։ Ընդհանրապես չեմ հետևել։ Ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ոչ էլ հետաքրքրվում։ Շատ վատ է անցը։ Ինչու։ Չգիտեմ, ինչ որ գումարներ է փոխանցվել այդ ընդդիմադիր ուժերին։ Ինչ որ այդպես եմ լսել, հետո Լեռնականից ահազանգ է ստացվում մեզ մոտ Երևանում։ Իմ բարեկամներին զանգել են, որ գումար են ինչ որ աշխատել։ Այդ չգիտեմ, բայց որ կուսակցությունը ինձ թվում է դաշնակցական թե ինչ որ այս որ ընտրվել է։ Վարդան Ղուկասյանն է ուզում։ Ղուկասյանի բացի Վարդան Ղուկասյանը մի օր էլ կա այս Մարտինն էլ ինչ որ։ Մարտին Գրիգորյան, հա, դա էլ է ինչ որ գումարներ խաղացեն, բայց չգիտեմ ինչքան մոտավորապես, բայց եղել է գումար։ Շատ վատ է անցել, ես կասեի։ Իսկ նորմալ է, որ քաղաքապետ է ուզում դառնալ մարդ ում ընտանիքը տարբեր սպանությունների հետ է կապվում։ Ոչ, այդ գյումրեցիները թող խելքի գան, ուշքի գան, պետք չի։ Ոնց կարելի է ինքը հանցագործ տղեն հանցագործ, այդպես քաղաքապետ լինել։ Ուրեմն նշանակում է թող մյուսներին չքննադատեն, ինչ է կատարում, չգիտեմ, երիտասարդ ջան։ Թող մտածեն գյումրեցիները, ումն է պետք քաղաքապետ ընտրել։ Թող կին արմատ ընտրեն, բայց բարեկեցիկ եւ խելացի, որ կարողանա աշխատի Գյումրիի համար։ Մաքուր, ոչ թե գումարներ իրան կերել են, պահանջում են գումարները կառավարությունից։ Կառավարությունը այնվաղ որ դղեր երկաշարժի վաղ։ Այնվաղ գործում էր Պուտինը, կներեք, այնվաղ գործում էր Քոչարյանը եւ Սերժը երկուսով թող իրանցից պահանջեր Ղուկասյանը շատ սխալ արի ով որ ընտրել է Հարազատ ջան ես ցանկանայի որ իրանք սխալվեի երկրորդ անգամ հանցագործներին չի կարելի տրամադրել այս ձևի քվեաթերթիկ այդքան բան Որոշ չափով Ձեր տպավորությամբ ազատ է անցել։ չեմ կարծում։ Ինչու։ Եթե նախնիները մեջն են չեմ կարծում։ Նորմալ է, որ քաղաքապետ է հիմա ուզում դառնալ մարդ ընդդիմության թեկնածուն Վարդան Ղուկասյանը, ով տարբեր սպանությունների հետ է կապվում անունը։ Ես չգիտեմ, սպանություններ ունեցել է տեղյակ չեմ այդ բանից։ Բայց գիտեմ, որ չի անցել ինչ ձևի, որ պետք գնա։ Հետո մեր ժողովուրդը չգիտեմ ոնց են մտածում, ումն են ընտրում, ոնց են ընտրում, դա էլ չգիտեմ, ինձ մնում անհայտ։ Դժգոհ եք արդեն։ Այո, դժգոհ եմ։ Անկամ ժողովրդից եմ դժգոհ, որ ճիշտ չեն ընտրում։ Քանի որ Գյումրիում ու Փարաքարում ընտրություններ էին, ըստ ձեզ ժողովրդավար են անցել, արդար են եղել։ Ոչ, շատ անարդար ա եղել։ Ինչու։ Խաբեբայություն։ Դե պարզ երևում էր էլ ովքեր որ ընտրվել են, այդ իբր ինչ են կոչվում, Վարդան, չէ, դրա անունը չեմ ուզում լսեմ, խայտարակությունն է։
Ես ուղղակի զարմանում եմ։ Ես գիտեի օրինակ գյումրեցիները բավականի sense ճարպիկ, ճկուն, բան, կներեք էլի հարգելի գյումրեցիներ, բայց ապշած եմ, որ այդ կարգի մարդկանց եք ընտրել։ Չգիտեմ, եթե ընտրում են այս ժամանակներին մենք դեմոկրատիա ենք ուզում գնանք, ուզում ենք զարգանանք, այս ամեն ինչից այս խայտարակ հետամնաց պայմաններից մենք ազատվենք, հետո հայտնվում է Վարդան Ղուկասյանը, որ ես չգիտեմ, այդ կոմունիստական ծիծաղելի է, այդ իմ պապիկներ, տատիկներն են, կոմունիստականը ո՞րն է, այդ ինչ ծիծաղալի բան է։ Տեսեք, օրինակ ընդդիմադիրները պնդում են իշխանությունը ինչ որ կեղծիքների է գնացել այնտեղ։ Ընդդիմադիրները, ընդհանրապես ընդդիմադիրը այդտեղ այդ ընտրվածներից այդտեղ գոյություն չունի, ընդդիմադիրը միայն նորմալ, որ լավ ընդդիմադիր էր ու ես ապշած եմ, որ այդ Լևոն Բաղդասարյանին չեն ընտրել, Բարսեղյան, sorry։ Ես զարմացած եմ, ինչպես կարելի է մի հատ մարդու չընտրել, ես գյումրեցի չեմ, բայց որ հետևողական եմ ընդհանրապես, էլի, այդ անդիմադիր։ Ես այս հեղափոխությունից հետո սկսել եմ հետևել, մինչև այդ չէի զբաղվում քաղաքականությունը, բայց ես իմ տվյալներով ամեն ինչը, որ ես հետևում եմ, տեսնում այն այդ մարդիկ 50,000 մի ամսվա մեջ դեմոկրատական բան եղավ, չէ՞, որ Եվրամիության, այո, ու այդ ուժերը քանի 6% են հավաքել, թե 4։ Լացս գալիս, էդի լացելու է, այդ իմ համար էլ է լացելու, որովհետև ես ոչ մի քաղաքականությունով չեմ զբաղվում, ես ճիշտն ասած ոչ մի sense ֆինանսական բան էլ չունեմ Հայաստանի հետ կապված, ոչ մի օգուտ չունեմ, ուղղակի ես երկիրս ուզում եմ լավ լինի։ Այնուամենայնիվ ընտրությունները արդար են, ըստ ձեզ, կեղծիքներ։ Ընտրությունները խայտարակություն են, նախ ես չգիտեմ, այդ ինչ են արել, այդ ոնց են մոլորեցրել, որ կարելի է ընտրել կոմունիստական, այդ էլ մի հատ անարդար, խայտարակ պատմություն ունեցող Վարդան Ղուկասյանին, որը ծաղրացու է, կներեք։ Այդ իսկի խոսելու դրած ձևը, իր այդ լկտի արտահայտությունները, կամ այն մյուսներ են ագրեսորները, ասում է, լավ եմ արել կինս բան անտրվել, այդ ինչ է, Ռուսաստանի, այս ինչ է, այսինքն այս ինչ, հետ են գալիս, այս սև շորերով այս բաները, այս ժողովուրդը, այս բանը գյումրեցիները ինչ է պատահել, այդ ինչ, ես չգիտեմ, ինչով կարելի է խաբել, ինչով կարող ես գնես այդ մարդկանց, ես չեմ հասկանում գյումրեցիները պիտի որ ճարպ բան լինեն, ես իրանց ուղեղի, բայց որ լսեցի ցնցվեցի։